Բարևսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Հիմա կտեղադրեմ Մատթեոս 24-րդ գլուխը, որտեղ Հիսուսը խոսում է այն գալիք բաների մասին, որ տեղի են ունենալու վերջի ժամանակներում, բայց հստակ շեշտադրում է անում ու ասում է, որ սա վերջը չի, սա ցավերի սկիզբն է, որտեղ հիմա այս պատերազմական իրավիճակները, այս աշխարհում կատարվող դեպքերը մարդկանց բերել են անհանգստության ու նաև հայտնվում են շատ մարդիկ, որ ասում են Հիսուսի գալուստը արդեն հենց հիմա է, հափշտակությունը հենց հիմա է, բայց Հիսուսը հստակ ասում է, սա ցավերի սկիզբն է, ու կամաց այդ ցավերը գնալով ուժեղանալու է ու հետո նոր իրականանալու է, ու ինքը ինչ որտեղ նաև համեմատության մեջ ցույց է տալի, ասում է նայեք հասկերին, երբ որ իրանք հասունացել են ու դուք հասկանում եք, որ ամառը մոտ է, նույն ձև ծննդաբերող կնոջ ցավերի հետ է համեմատում, ասում է, որ սկզբից ցավերը լինում են, հետո այդ ցավերը շատանում են ու հետո հասկանում է, որ արդեն ծննդաբերությունը մոտ է, ու այս նշանները, պատերազմները, մահտարաժամեր, սովեր, հիվանդություններ, այս ամեն ինչը հենց այդ ցավերի սկիզբն է, բայց միայն դեռ սկիզբն է, վերջը չի, ինչքան սա կտևի, ոչ մեկ չգիտի, բայց մենք եթե սրան ուշադրություն դարձնենք, մենք ժամերն ու ժամանակները կարանք հասկանանք, դրա համար ես ուղղակի տեղադրեմ, դուք ուշադիր լսեք ու թող ձեզանից ամեն մեկի միտքը լուսավորված լինի, որ ոչ մեկը ձեզ չկարողանա հեռացնի ճշմարտությունից, օրհնում եմ, որ ամեն մեկը ճշմարտության մեջ մնաք, ձեր հայացքը միշտ պահեք Հիսուսի վրա, Աստծո խոսքը ձեր աչքի առաջ լինի, որ դուք ամեն բանը համեմատեք Աստծո ասած խոսքով, Տիրոջ օրհնությունը ամեն մեկիդ վրա, Տիրոջ գերբնական պաշտպանությունը ամեն մեկիդ վրա Հիսուսի անունով։ Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 24։ Եվ Հիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը, և աշակերտները մոտ եկան, որ ցույց տան նրան տաճարի շինվածքը։ Հիսուսն էլ պատասխանեց և ասեց նրանց. «Չեք տեսնում այդ ամենը, ճշմարիտ ասում եմ ձեզ, այդտեղ քար քարի վրա չի թողվիլ, որ չքանդվի»։ Եվ երբ որ նա ձիթենյաց սալի վրա նստած էր, աշակերտներն առանձին նրա մոտ եկան և ասեցին. «Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի, և ի՞նչ կլինի քո գալստյան և աշխարհքիս վերջի նշանը»։ Հիսուսն էլ պատասխանեց և ասեց նրանց. «Զգույշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե, որովհետև շատերը կգան իմ անունովը և կասեն. Ես եմ Քրիստոսը, և շատերին կմոլորեցնեն։ Պատերազմներ և պատերազմների համբավներ կլսեք, զգույշ կացեք, որ չշփոթվեք, որովհետև ամենը պետք է լինի, բայց դեռ վերջը չէ։ Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա, և թագավորություն թագավորության վրա, և սովեր կլինին, և մահտարաժամներ, և տեղ-տեղ երկրաշարժություններ կլինին, բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն, և ձեզ կսպանեն, և իմ անունի համար ամեն ազգերից ատված կլինիք, և այն ժամանակ շատերը կգայթակղին, և իրար կմատնեն, և իրար կատեն։ Եվ շատ սուտ մարգարեներ դուրս կգան, և շատերին կմոլորեցնեն, և անօրենության շատանալու պատճառովը շատերի սերը կսառչի, բայց ով որ մինչև վերջը համբերե, նա կփրկվի։ Եվ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքումը կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը։ Արդ երբ որ տեսնեք ավերածի պղծությունը, Դանիել մարգարեի ձեռով ասվածը, սրբության տեղումը կանգնած, կարդացողը մտածե։ Այն ժամանակ նրանք, որ հրեաստանուն են, թող փախչեն սալերը։ Ով որ կտուրի վրա լինի, թող վար չգա մի բան վեր առնելու իր տանիցը։ Եվ ով որ հանդումն է, թող ետ չդառնա իր հանդերձները վեր առնելու, բայց վայ այն օրը հղիներին և ծիծ տվողներին։ Եվ աղոթք արեք, որ ձեր փախչելը ձմեռը չլինի, ոչ էլ շաբաթ օրը, որովհետև այն ժամանակը մեծ նեղություն կլինի, որ նմանը աշխարհքի սկզբիցը մինչև հիմա չեղավ, և ոչ էլ երբեք կլինի։ Եվ եթե այն օրերը չկարճացնվեին, ոչ մի մարմին չէր փրկվիլ, բայց ընտրվածների համար այն օրերը կկարճացվին։ Այն ժամանակ, եթե մեկն ասե ձեզ. «Ահա այստեղ է Քրիստոսը» կամ «այնտեղ», չհավատաք, որովհետև սուտ Քրիստոսներ և սուտ մարգարեներ վեր կկենան, և մեծ նշաններ և հրաշքներ կտան, մինչև որ եթե կարելի լիներ, ընտրվածներին էլ կմոլորեցնեին։
ահա առաջուց ասեցի ձեզ, արդ եթե ասեն ձեզ, ահա անապատումն է, դուրս չգնաք, ահա ներսի սենյակումն է, չհավատաք, որովհետև ինչպես կայծակը դուրս է գալիս արևելքից և երևում մինչև արևմուտք, այնպես էլ կլինի մարդու որդուն գալուստը, որովհետև որտեղ մեռած մարմինը լինի, այնտեղ կհավաքվին արծիվները։ Եվ շուտով այն նեղության օրերից հետո արեգակը կխավարի, և լուսինն իր լույսը չի տալ, և աստղերը երկնքից վայր կընկնեն, և երկնքի զորությունները կշարժվին։ Եվ այն ժամանակ կերևի մարդի որդու նշանը երկնքումը, և այն ժամանակ կոծ կանեն երկրի բոլոր ազգերը, և կտեսնեն մարդի որդին գալիս երկնքի ամպերի վրա զորությունով և շատ փառքով։ Եվ նա կուղարկե իր հրեշտակները մեծաձայն փողով, և նրանք կժողովեն նրա ընտրվածներին 4 հողմից, երկնքի ծայրերից մինչև նրա մյուս ծայրերը։ Թզենուցը սովորեցեք առակը։ Երբ որ նրա ճղերն արդեն կակուղացել են, և տերևը բուսել է, գիտեք, որ մոտ է ամառը։ Այսպես էլ դուք, երբ որ այս ամենը տեսնեք, իմացեք, որ մոտ է, դռներին է։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, այս ազգը չի անցնիլ, մինչև որ այս ամենը լինի։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերս չեն անցնիլ։ Իսկ այն օրվա և ժամի համար ոչ ով չգիտե, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։ Եվ ինչպես Նոյի օրերն, այնպես կլինի և մարդի որդու գալուստը, որովհետև ինչպես որեին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին և խմում էին, կին էին առնում և մարդի էին գնում, մինչև այն օրն, որ Նոյը մտավ տապանը, և չգիտացին, մինչև որ ջրհեղեղն եկավ և ամենքը վեր առավ, այնպես կլինի և մարդի որդու գալուստը։ Այն ժամանակ երկու հոգի կլինեն արտումը, մեկը կառնվի և մեկը կթողվի, և երկու հոգի մի ջաղացում կաղան, մեկը կառնվի և մեկը կթողվի։ Արդ արթուն կացեք, որ չգիտեք, թե որ ժամում ձեր Տերը կգա, բայց այս իմացեք, որ եթե տանտերը գիտենար, թե որ պահում կգա գողը, արթուն կկենար և թող չէր տալ, որ իր տունը ծակեն։ Սրա համար դուք էլ պատրաստ կացեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդի որդին կգա։ Ուրեմն ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որի տերը նրան իր ծառաների վրա դրավ, որ նրանց կերակուրը տա ժամանակին։ Երանի այն ծառային, որ նրա տերը, երբ որ գա, նրան այնպես անելիս գտնե։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրան իր ամեն ունեցածների վրա կդնե։ Բայց եթե այն չար ծառան իր սրտում ասե, իմ տերը գալու ուշացնում է, և սկսե իր ծառայակիցներին ծեծել և արբեցողների հետ ուտել և խմել, այն ծառայի տերը մի օր կգա, որ նա չի սպասում, և մի ժամ, որ նա չգիտե, և նրան միջից է կկտրե, և նրա բաժինը կեղծավորների հետ կդնե։ Այնտեղ կլինի լացը և ատամների կրճտելը։